Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ձեր ռադիոընդունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, եթե դուք մեզ լսում եք կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներում, YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում կամ որևէ այլ հարթակում, նաեւ բաժանորդագրվեք այդ հարթակներին, իսկ հիմա դուք լսում կամ դիտում եք Կիսալուսնի մայրամուտը, Թուրքիայի հարցերով փորձագետ Տիրան Լոկմագյոզյանի հեղինակային հաղորդաշարն է սա, Դավիթ Խումարյանն է այն ձեզ համար վարում։ Տիրան, ողջույն։ Բարև։ CNN Թուրքին տված հարցազրույցում արտգործնախարար Հական Ֆիդանը խոսել է ատոմային զենքի մասին։ Մենք քննարկում ենք Ամերիկայի հետ ատոմակայանները, թուրքերը խոսում են ատոմային զենքի մասին, քննարկում են այն տրամաբանությամբ, որ եթե Պարսկաստանը որոշեց ատոմային զենք ունենալ, ապա Թուրքիան ստիպված կմիանա այդ մրցավազքին։ Արդյոք տեսել եք այդ հարցազրույցը, լուրին ծանոթ եք թե չէ։ Չոր կոնտեքստ կա, ինչի են հիմա գալիս այդ խոսակցությունների եւ տարօրինակ է մեծ հաշվով, որ Թուրքիան նման ամբիցիոզ պետությունը դեռևս դրա մասին չի խոսում եւ բացայտ չի ասում, որ դրա կարիքն ունի։ Նախ պետք է ասել վախ, որ բանը Թուրքիան, խեղճ Թուրքիան ստիպված պիտի գնա այդ քայլին, եթե Իրանը այդպիսի քայլի գնա, ինքը ընդհանրապես չէր մտածում նման բանի մասին եւ ինչպես ասենք ստիպված պիտի գնա այդ քայլին։ Իհարկե թուրքական քաղաքականությունը լրիվ ուրիշ է, թուրքերը երկարադեպ քաղաքականություն ունեն, մինիմում 100 տարվա ավելի երկար անգամ կարելի ասել, եւ այդ քաղաքականության մեջ մտնում էր իհարկե նաեւ ատոմային ռումբը, սակայն բարձրաձայն չէր խոսվում, շշուկներ կային դրա մասին միշտ, ասենք ժամանակ առ ժամանակ ինչ որ մի խոսակցություն թեթև լինում էր, սակայն ինչպես ասենք ուղղակի ատոմային ռումբ ունենալու մասին այդքան հստակ չէր խոսում, ինչպես ասենք ժամանակ առ ժամանակ եթե երբ Թուրքիան ինչ որ պատերազմի վտանգի առաջ էր կանգնում եւ այն ժամանակները հատկապես խոսում էր որ ատոմային ռումբ պետք է ունենանք վախացնելու համար, սրա համար նրա համար եւ այսօր որ նաեւ ատոմային կայան է կառուցվում Թուրքիայում, առաջինը նեսա այն էլ ռուսների կողմից դա արդեն առաջին քայլերից մեկն է, որովհետև այն երկիրը, ով որ ատոմակայան ունի, նա կարող է նաև ատոմային ռումբ ունենա, առաջի հերթին կարող է նա նաև գերդոտ ռումբ ունենա, գերդոտ ատոմային ռումբը, իհարկե այստեղ նաև պայմանավորվածության խնդիր կա, եթե ռուսները պայմանավորվել են, որ անպայման իհարկե իրենք պետք է լիցկավորեն, ուրիշ մեկը չի կարող լիցկավորել իրենց կառուցածը, մենք կլիցկավորենք, սակայն թափոններն են մենք կվերցնենք, կտանենք, իհարկե քեզ շատ բան չի մնա, այնտեղ դու բան չես կարող անես, սակայն օրինակ մենք դրա հավակնությունը կարող ենք ունենալ տեսական առումով, որովհետև մենք թափոնները ունենք, մեզ մոտ են բահվում թափոնները, վերջին 30 տարվա մեջ բայց էդ էլ լավ կյանքից չի, որտեղ չենք կարողանում հանել այդ թափոնները։ Իհարկե, լոգիստիկ տրամաբանությամբ։ Սակայն մյուս կողմից նայած, այսինքն մենք այն հավակնությունը կարող ենք ունենալ ռումբ ունենալու, գերդոտ ատոմային ռումբ ունենալու, իսկ թուրքերը այսօր ոչ մի բան չունեն, դա գարան միայն ներմուծ են ինչ որ մի դրեց։ Սակայն իմիջիայլոց դրա մասին շշուկներ կային, որ Թուրքիան կարող է ատոմային ռումբ ձեռք բերի, ումից ձեռք բերի, ոչ Ռուսաստանը կտա, ոչ Իսրայելը Պակիստանը կտա։ Այո, իհարկե, ոչ էլ Ամերիկան ուզում է ասի, այո, իհարկե, Պակիստանը վերջի տարիներին Պակիստանի հետ շատ սերտ կապեր ունի եւ Պակիստանը այն պետությունը չէ, որ շատ մտածի մինչև ինչ որ գործողություն կատարի, Պակիստանը պատրաստական է Թուրքիային ատոմային ռումբ անցնելու, իհարկե լավ փողի դիմաց Թուրքիան էլ ունի այդ փողը, իսկ երկրորդը մի կարևոր հանգամանք եւս կա Թուրանը կազմելու ծրագիրներ կա, չէ, այսինքն վերջի տասնամյակներին առաջ է տարվում դա եւ հետաքրքիրը ինչ է Թուրանը դա թյուրքական կամ թյուրքալեզու ժողովուրդների կազմավորում
է, դրա մասին է, գաղափարը դա է։ Սակայն Պակիստանը ոչ թուրքալեզու է, ոչ էլ թուրքական է։ Սակայն Պակիստանը արդեն հավակնորդ է Թուրանի մեջ մտնելու, դա շատ է դակիր է, եւ դա մի ազդակ եւս կարող է բանի Պակիստանի համար լինի, կամ Թուրքիայի համար շահավետ առաջարկ, ես քեզ կվերցնեմ Թուրանի մեջը, սակայն դու էլ ինձ պիտի օգնես մյուս կողմից մի հատ գոնե ռումբ կդասից, ես քեզ նաև ուրիշ բաներով էլ կօգնեմ իհարկե, որովհետև մենք գիտենք, որ Թուրքիան տեխնոլոգիա ունի, տնտեսություն ունի եւ այլն, եւ այսինքն բաներ ունի, որոնք Պակիստանին կարող է շատ պետքական լինեն, այդ պատճառով կարող է ինչ-որ մի բան լինի այստեղ, գործակ լինի։ Ես վստահ եմ, որ մինչև այսօր դեռ դա չի կայացել, որովհետև եթե կայանար, դա ատոմային խնդիրները աշխարհի հսկողության դակ են, հատկապես Ամերիկա, Ռուսաստան եւ այլն, եւ նաեւ Իսրայելին չի չէ, կամ նաեւ Չինաստան, սրանք վերահսկում են այդ ամեն ինչը։ Տեսեք, օրինակ Ամերիկան այնքան կարող է դրսից վերահսկի, Իրան այնքան լավ կարող է վերահսկի, որ ինքը ժամանակ ասում է Իրանը սկսել է հարստացնել, Իրանը կանգնացրել է եւ այլն։ Այսինքն ինքը հստակ տեղեկատվություն ունի դրա մասին, այո։ Բաներ չեն, ոչ միայն դրանով, որ իրենք շպիոններ ունեն եւ այլն, այլ նաեւ դա տեխնոլոգիայի է, այսինքն սպուտնիկներով հետևում են, կարող են իրենք զգան այդ բաները, այդ իրենց գործիքները, կարող են զգան, որ այստեղ ուրան է հարստացվում, կամ այստեղից այստեղ է տեղափոխվում եւ այլն։ Այդ պատճառով եթե մինչև այսօր այդպիսի բան կատարված լիներ, երկու ճանապարհներով էլ, թե այսինքն գործակալների, թե սպուտնիկների այդ իրենց գործիքների ճանապարհով, այդ արդեն Ամերիկան, Ռուսաստանը, Չինաստանը դրան տեսած կլինեին եւ ոչ բոլորը լուր կմնային այդ բանից հետո իհարկե գուցե մեկը լուր մնար, մյուսը բայց խոսեր իհարկե դրա համար վստահ կարող ենք լինել, որ այսպես բան չի պատահել։ Ընդհանուր առմամբ այս գործընթացը Տիրան, մենք կարող ենք դիտել այն համատեքստում, որ Թուրքիան բազում անգամներ խոսել է երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծված իրավիճակի փոփոխության անհրաժեշտության մասին։ Այսինքն մեծ հաշվով ով ունի ատոմային զենք ունեն երկրորդ համաշխարհայինում հաղթած պետությունների մի մասը։ Օրինակ Գերմանիան Չնայած վաղուց հաշտ է եվրոպական երկրների հետ, ՆԱՏՕ-ի անդամ է, կոալիցիաների մեջ է բազմապիսի, բայց դեռևս չունի ատոմային զենք, որովհետև ինքը պարտված կողմում է։ Թուրքիան էլ է պարտված կողմում, բայց Թուրքիան վաղուց խոսում է թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ռեֆորմի մասին եւ ընդհանուր առմամբ ասում են, որ այդ աշխարհակարգը չկա։ Ցավոք սրտի ինքը ճիշտ է, մենք այսօր էլ ենք տեսնում, որ այդ աշխարհակարգը չկա։ Այդտեղ միանգամից մի քանի հարց կար կամ մի քանի պատասխան պետք է դրան նախ Թուրքիան բարձված կողմ չէ, Թուրքիան առաջին համաշխարհայինում բարձված է, երկրորդ համաշխարհայինին Թուրքիան չմասնակցեց, ճիշտ հակառակը, երկու կողմին էլ խաղացրեց, խոստացավ, մինչև համարյա վերջը այդպես գնաց, երբ որ արդեն հստակ երևում էր, որ Գերմանիան բարձվում է, Թուրքիան Գերմանիային պատերազմ հայտարարեց։ Եվ դրա արդյունքում ինչ ուներ Գերմանիան Թուրքիայի տարածքում բռնագրավեց։ Դա իր համար շատ ձեռնտու բան էր, այսինքն Թուրքիան բարձված կողմ չէր, ընդհանրապես կարելի ասել, որ հաղթած կողմից էր, առանց ոչ մի կրակոցի։ Երկրորդը այստեղ այնպես չէ, որ միայն երկրորդ համաշխարհայինում հաղթած երկրները ատոմային ռումբ ստացան, նախ դա շերտով գնաց, օրինակ։ Դե Միացյալ Նահանգները, հետո Սովետական միությունը, բայց ձեռք բերեց։ Դե գողացավ փաստորեն, այո։ Հետո հարց կա այստեղ բայ Իսրայելը, որ ատոմային զենք ունի, նա ինչ կապ ուներ երկրորդ համաշխարհային հետ։ Դե այդտեղ ասված չի, որ ունի։ Արդեն հստակ բաներ կան, որ այնտեղից ասում է, որ ունի։ Չի հրճակած մինչև այսօր, սակայն մենք բոլորս գիտենք, որ ունի։ Օրինակ Պակիստանը ինչպես տիրացավ ատոմային ռումբին, Հնդկաստանը ինչպես տիրացավ, նրանք երկրորդ համաշխարհայինում Դե բայց այդ շատ հետո էր, Տիրան։ Ապա տեսնում եք, այսինքն երկրորդ համաշխարհայինից հետո միայն Ամերիկան էր, որ ատոմային ռումբ ունեցավ։
հետագայում կամաց, ասենք ինչպես սովետական միությունը գողանալու միջոցով, մյուսները ինչ որ ուրիշ ձևերով ստացան ատոմային ռումբ կամ Չինաստանը նաև ունեցավ ատոմային ռումբ եւ այլն։ Իսկ Գերմանիայի խնդիրը դա լրիվ ուրիշ է։ Իրականում դա շատ հետաքրքիր վիճակ է Գերմանիայինը, այսօր անգամ գերմանացիները 100% դերյակ չեն այդ գործից, Գերմանիան դեռ բռնագրավված տարածք է։ Գերմանիան գրավված երկիր է եւ մինչեւ այսօր այն փաստաթղթերը, այն պայմանավորվածությունները, որ կար եւ ստորագրված էին, նրանք իզորու են։ Հա, գործող պայմանագրեր են դրանք։ Այո, Գերմանիան ազատ, անկախ երկիր չէ։ Դա պետք է բոլորը իմանան, դա ասենք որ հստակ լինի։ Իմիջիայլոց գերմանացիները շատերը կարծում են, որ իրենք ազատ անկախ երկիր են, ոչ, իրենք ազատ անկախ երկիր չեն։ Այսօր որ դեռ ամերիկյան բան կա, բազա կա Գերմանիայում, հենց դրա հետ կապված է։ Ոչ թե Գերմանիան թույլ է տալիս, այլ նրանք եկած գրաված են եւ դուրս չեն գալիս, դա է խնդիրը։ Թուրքիային վերադառնանք։ Ի վերջո այդ ատոմային ծրագիրը, թե էներգետիկայի առումով, թե զենքի առումով, դե զենքի մասին նոր է խոսվում։ Ինձ հետաքրքրեց նաեւ, որ դրա մասին խոսում է Հական Ֆիդանը, որը մեծ հաշվով արտգործնախարար է, դա իր խոսելիքը չի։ Բայց չէ որ պետության ամենակարևոր մարդիկ, որևէ դեմոկրատիկ պետության նախագահն է, վարչապետն է եւ արտգործնախարարն է։ Արտգործնախարարը ինչ որ պետություններում գալիս է երկրորդ շարքում։ Երբ այդ դեպի ղեկավարը Ամերիկայում, երկրորդ մարտն է այդ պետության։ Եվ դա լուրջ բան է, եւ չմոռանանք, որ Թուրքիո այդ քաղաքական կամ պետական այդ կառույցի կամ դաշտի ամենա լուրջ մարդկանցից մեկը Հական Ֆիդանն է։ Հական Ֆիդանը, մենք մի անգամ խոսել ենք Հական Ֆիդանի մասին այստեղ, Հական Ֆիդանը շատ լավ պատրաստված մարդ է։ Իմ չափով ասեմ, որ ընտանիքով այդպես են, գինը արտգործնախարարության աշխատագիծ եղած եւ արտգործնախարարությունն այնտեղ Թուրքիայում ուրիշ երկրների մասին Հայաստան կամ ուրիշ երկրների մասին չենք խոսում, բայց Թուրքիայում շատ դակեր է, այնտեղ ամեն մարդ չի կարող մտնել։ Այսինքն, եթե ինչ որ մեկը արտգործնախարարության աշխատագիծ է, ուրեմն նա ինչ որ մի խմբին է պատկանում, ինչ որ մի թիմին է պատկանում, հատուկ ընտրված մարդ է, հատուկ ընտրված մարդ է։ Իսկ եթե կինը արտգործնախարարության աշխատագիծ է եղած ժամանակին, ուրեմն նա հատուկ ընտրված մարդ է։ Իսկ ինքն էլ բանակային է եղած ժամանակին, բանակում սպայ է եղած, բարձրացիան, հետախուզության ղեկավարն ա եղել, եթե չեմ սխալվում, չէ՞։ Հետագան։ Հետո ինքը դուրս եկավ բանակից եւ տարբեր երկրներում, հատկապես Ամերիկայում շատ լավ գրթություն ստացավ, ուսում ստացավ, տարբեր բաների մասնակցեց, պետական, գիսապետական եւ այլն, հետագայում էլ արդեն Էրդողանի կողմից ինքը Էրդողանը իրեն վերցրեց ու դրեց բանի հետախուզության պետ։ Ու հետաքրքիրը ինչ է։ Այնտեղ Թուրքիայում երկու հետախուզություն կար, մեկը զինվորական բանակային հետախուզում, մեկը քաղաքացիական։ Ինքը որ դարձավ հետախուզության պետ, Թուրքիայում օրենքով միացրին այդ երկու կառույցները, արդեն գիտեք Էրդողանի ժամանակ բանակին բավականին շատ հարվածներ հասցվեցին եւ բանակի ձեռից վերցվեց այդ հետախուզական գործողությունները, այո, եւ միացվեց եւ Հական Ֆիդանը դարձավ այդ երկու հետախուզության ղեկավարը, այսինքն եւ դրանից հետո մի անգամից բերվեց արտգործնախարար, այսինքն Հական Ֆիդանի անցած ճանապարհը շատ քիչ մար, այսինքն գուցե գարը Թուրքիայում միակ մարդն է, որ նման հետաքրքիր ճանապարհ անցած լինի, երկրորդը ես չեմ ճանաչում։ Եվ այսօր որպես արտգործնախարար Թուրքիան անցած այդ հետախուզության այդ բովով Հական Ֆիդանը այն մարդն է, որ հիմա ոչ միայն արդակին քաղաքականության հետ է կապ հաստատած եւ լավ գիտելիք ունի, այլ նաեւ ներսի, այսինքն Թուրքիայի ներսում ինչ թրջուն է թռնում, նա գիտի։
Նա ով է, որտեղից է գալիս, ուր է գնում, նա գիտե այդպիսի մարդ է ինքը։ Այդպիսի մարդ արդեն նա արտգործնախարար դնել ու միանգամից էլ արդակին այդ մենք սրա մասին խոսել ենք, բայց ժամանակ է անցել, արդյոք ինչ որ փոփոխություն կա, որովհետև երկար հայտնի է բոլորին, որ Էրդողանը վատառողջ է ու տենց ամեն վարքյան կարող է ընդհատվել Թուրքիո դիկտատորի կյանքը, բայց մենք սրա մասին արդեն մի 3-4 տարի է խոսում ենք, հա չի ընդհատվում, այսինքն կարող ընդհատվի, բայց չի ընդհատվում, բայց ամեն դեպքում վատառողջ է եւ թուրքական հասարակության մեջ նաեւ խոսվում է թե ով է լինելու հաջորդ տեխնացուն եւ Ֆիդանի անունն է հաճախ քննարկվում։ Դրա մասին էլ խոսել ենք մենք։ Ինչ որ բան փոխվել է մեր խոսելուց հետո նկատի ունեմ։ Նժարը որևէ կողմ գնացել է։ Չէ, որովհետև վերջի անգամ մենք դրա մասին խոսեցինք, ես այստեղ արտահայտեցի, որ նժարը այո, այստեղ այսինքն մեջտեղը կանգնած է։ Չնայած սկզբնական շրջանում շատ մեծ հավանականություն կար, որ Հական Ֆիդանը կլինի իրեն փոխարինողը, սակայն Հական Ֆիդանը այնուամենայնիվ ինքն էլ 100%-ով պիտի չկարողանա Էրդողանի բացը լրացնել, ինչի պիտի չկարողանա, գիտելիքի առումով գուցե Էրդողանից էլ լավ է իհարկե, կրթվածության առումով Էրդողանից հաստահաբար ավելի լավ է, սակայն այստեղ մի ուրիշ բաներ կա։ Քաղաքական գործիչ լինելը ուրիշ բան է, ասենք պրոֆեսոր լինելը ուրիշ բան է։ Ամեն մի պրոֆեսոր քաղաքական գործիչ չի կա, լավ քաղաքական գործիչ չի կարող լինի։ Հիմա մոտավորապես դա է։ Երկրորդը խարիզմա պետք է ունենա։ Էրդողանը խարիզմա ունի։ Անգամ եթե կարող է իրանից լավ պատրաստված քաղաքական գործիչներ էլ կան Թուրքիայում, սակայն ինքը այնպիսի խարիզմա ունի, որ դա ծածկում է, իր բոլոր թերությունները դրանով ծածկում է եւ շատ խելոք մարդ է, աղվես է ինքը, արևելյան աղվեսներից է։ Հիմա Հական Ֆիդանը ինձ թվում է այդ աղվեսը չէ։ Երկրորդը այդ խարիզման չունի, երրորդը քաղաքական գործիչ քաղաքական գործիչ լինելու համար, այսինքն ինչ որ դեղ գալու համար վարչապետը ինչ որ մի բանն է պետք, որը մարդ կամ կունենա, կամ չի ունենա։ Էրդողանը իցնե ունի դա, իսկ ես տեսնում եմ, որ Հական Ֆիդանը չունի, անգամ այդ հարցազրույցի ժամանակ տեսեք ինքը քիքսեր է անում մեկ լավ չի կարողանում, լավ խոսող չի ինքը։ Եվ դա ամենակարևոր բաներից մեկն է քաղաքական գործիչ պետք է ժամերով խոսի եւ ոչ մի բան չասի։ Էրդողանը օրինակ ժամերով կարող է խոսի, ինչքան էլ ինքը այդքան բարձր գրթություն չունենա, բայց շատ լավ հիշողություն ունի։ Թվեր, շարունակ թվեր կարող է ինքը արտահայտի առանց ոչ մի թղթի վրա նայելու։ Ինքը նշումներ, բաներ չի անում, ինքը ուղղակի խոսում է, կարող է մի ժամ խոսել։ Բայց ճիշտ է ասում, Տիրան։ Այո։ Թվերը ճիշտ է ասում, այսինքն ինձ չի որ։ Չի խափում։ Կամայական թվեր է, գեներացիա։ Չէ, այդպես չէ։ Դա ունի, իսկ Հական Ֆիդանի մոտ չի երևում այդ բաները։ Օրինակ ինչ-որ միտեղ տեսա ես ինքը խոսում էր, ասենք գմկմալով, բան ասելով եւ այլն, չի կարողանում, ինքը չի կարա մասաները գրավի ու իր այդևից նույնիսկ Էրդողանը դրա գլխավոր մասնագետն է այդ առումով եւ դա ձիրք է։ Ատոմային ծրագրին վերադառնալով, արդյոք այս հայտարարությունը կարելի է ընդունել որպես պաշտոնական սկիզբը այդ ատոմային մրցավազքի մեջ մտնելու։ Իհարկե, նման բաներ, այսինքն եթե պատահական չի խոսվում, չէ՞։ Այո, դա է ուզում ասի։ Այսինքն նման խոսակցություններ պատահական չեն լինում եւ ժուրնալիստներն էլ բադաբար չեն դալիս այդ հարցերը, եթե շատ կարևոր այսպիսի մի խոսք է ասում քաղաքական գործիչի, հաստատ կարող ենք վստահ լինենք, որ նախորդ այդ բանի այդ ժուրնալիստներ խոսել են, այդ ժուրնալիստը պիտի այդ հարցը տան այլ պատասխանի ասի այն բանը, ինչ որ ինքը ուզում էր ասել, բայց հենց չի կարա ասի։ Եվ այդպես էր սա էլ իմիջիալոց ժուրնալիստներ, լավ ճանաչված ժուրնալիստներ, պատահական մարդ չէ, փաստորեն սա մի խաղ էր, հարց ու պատասխանը սա խաղ էր եւ ինքը պիտի ասեր այդ խոսքը։ Պատահական
նոթյուն չէր իհարկե եւ դա ցանկություն էր այն առումով հատկապես որ ինչ որ մեսեջներ էր տրվում աշխարհին նա առաջերտին իհարկե հարևաններին երկրորդը ամբողջ աշխարհին ինչ որ մեսեջ էր տրվում պիտի տրվեր ու տրվեց այդ պատասխան ստացել են ոնց է կարծում ինչ որ մի բան ձեր աչքով ընկել է որտեղ ես արձագանքի չեմ հանդիպել ես էլ մինչև հիմա արձագանքի չեմ որովհետեւ ինչ որ մեկի դեմ ուղղված չէր դա առաջերտին այսինքն պատասխան տալու համար ինչ որ մեկը իր վրա պետք է վերցնի դա այդ մի քիչ թե շատ Իրանին ուղղված էր իհարկե բայց ոչ ուղղակի նա չասեց որ Իրանից եթե վտանգ տեսնենք մենք ատոմային զենք ձեռք կբերենք այլ եթե Իրանը ձեռք կբերենք մենք էլ ձեռք կբերենք չի ասում որ մարդը կօգտագործենք ինչ որ մեկի դեմ Իրանի դեմ կամ ինչ որ մեկի դեմ սակայն այստեղ իհարկե խնդիրը սա է ում դեմ պիտի օգտագործի եթե ատոմային ռումբ ունի դա իհարկե պիտի օգտագործի որպես զսպան միջոց որովհետև հարևանների դեմ եթե օգտագործի բա ում դեմ Ռուսաստանի դեմ չի օգտագործի հարևանների դեմ իր հարևանները փոքր երկրներ են Բուլղարիա ասենք Հունաստան Հայաստան եւ այլն ասենք Հայաստանը մի բան է Հայաստանի վրա ռումբը գցեց այս տարածաշրջանը ամբողջ Ադրբեջանը առաջերտին եւ Թուրքիայի արևելքը իհարկե պիտի դրանից դուժեն իհարկե այստեղ մի բան կա Հայաստանի դեմ Թուրքիան այնուամենայնիվ կարա օգտագործի ինչի կարա օգտագործի առանց մտածելու թե Իրան ինչ որ վնաս կգա որովհետեւ Թուրքիայի արևելյան ամբողջ տարածքը քրտերով է բնակեցված Սիրելի ռադիոլսողներ ուզում եմ ասեմ որ սա թեորետիկ խոսակցություն է ամեն դեպքում այսինքն որ մենք բան չտարածենք էլի մի ամիտ հասարակության մեջ սա մտային վարժանք է մտային վարժանք թեորետիկ խոսակցություն է իհարկե որովհետեւ ոչ մի լուրջ բան չկա այս պահին դա իրեն Ակամ Ֆիդանի ասածն է մի հատ խոսք էր օդի մեջ Հիմա բայց մենք մտածում ենք թե ում դեմ կարա օգտագործի եթե ձեռք բերի դա ենք անում Հիմա Հայաստանի վրա եթե ռումբ գցվի Ադրբեջանը մեզ հետ վարի է գնալու իհարկե Թուրքիա արևելքը վարի է գնալու բայց դա իրեն շատ չի խանգարի որովհետև քրդաբնակ է թող նրանք էլ վարի գնան Տիրան մի հարցին վերադառնանք արդյոք Թուրքիան այսօր ունի այդ գիտական պոտենցիալը թե դուք կարծում եք ինքը մտածում է որ ինքը պիտի դրսից բերի այսինքն պիտի գնի պիտի նվեր ստանա թե ինքը ատոմային ֆիզիկայում չկարող է հետազոտություններ անել Թուրքիան չունի այդ մասնագետները Թուրքիային պետք է միայն այդ զենքը որ բերի դնե այստեղ գոջակը գողի Չացավ իր գործը ուրիշ ոչ մի նպատակել չկա դրանով զբաղվելու որտեղ այդ երկար ճանապարհ է ամեն դեպքում էլի անգամ այստեղ ատոմագայանի հետ խնդիր կա ատոմագայանը ով է աշխատացնելու իհարկե այսինքն 70-80% դա պիտի ռուսների կողմից աշխատացվի, որովհետև թուրքերը ինչքան էլ ունենան, բայց իրականում, այսինքն տեսականորեն նորից ունեն գուցե ինչ որ մասնագետներ, բայց գործնականորեն չունեն մասնագետներ։ Այդ մարդը պիտի էփվի այդ գործի մեջ, ոչ թե տեսականորեն սովորած լինի, գրքից կարդացնի, այդ ես էլ կարամ կարդամ, բայց դա բան չէ, օգտագործելի չէ։ Ժամանակի ընթացքում իհարկե կարող է ձեռք բերեն իհարկե ինչ որ մարդիկ պիտի ուղարկվեն Ռուսաստան այնտեղ մասնագիտություն ձեռք բերեն կարող է նաև ուրիշ երկրներ ուղարկվեն դա ուրիշ խնդիր իհարկե սակայն այսօրվա պայմաններով Թուրքիան չունի այդ մասնագետները եթե ռուսը ատոմագայանը կառուցում է այնտեղ ռուսն էլ ոչ միայն պիտի լիցքավորի այլ նաև նա պիտի աշխատացնի այդ ատոմագայանը եւ ինձ թվում է դա էլ նախադեсվում է Ինչպես դա ավելի մեծ խնդրեմ է, քան ատոմային զենքը։ Մեկ է զենքը դու չես սարքում, զենքը ձեռք ես բերում, գոջակը ատոմակայանը շատ բարդ գործընթացներ է։ Ատոմակայանն է իհարկե, մասնագետը պետք է դրա համար։ Դրա համար այդ հարցը իրականում ատոմակայանին պետք է վերաբերվեր եւ դրա պատճառով էլ քանի որ չունեն իրենք, տեսեք, անգամ բանը Այն որ շատ մեծ պրոպագանդա եղավ Արցախյան պատերազմի ժամանակ բայրակտարների հետ կապված։ Այսինքն թվաց թե այնպիսի գարձիկ կազմվեց թե Թուրքիան արդեն այնպիսի զարգացած տեխնոլոգիաներ ունի, որ ինքը կարող է արդեն դրոններ արտադրել։
այդ դրա մասին ես մի անգամ խոսեմ, բայց երևի մի անգամ էլ ասենք, իրականում այսպես էր այդ պատմությունը։ Այդ Բայրակտարը ազգանուն են, այդ դեղու Բայրակտարը Սելջուկ Բայրակտարը, իմիջիայլոց Էրդողանի փեսան է այդ մարդը։ Գուցե նաև Էրդողանի փեսան չլինեն, այդ բանը չէին կարողանային։ Այդ մարդը այն թուրքերից է, որոնք գնում են արտասահման Ամերիկա, Կանադա, Անգլիա, Գերմանիա եւ այլն, կրթություն ստանում ու գալիս են երկիր, կամ մնում են այնտեղ։ Այս մարդը գնացել էր, այս գործը սովորել էր։ Հիմա սովորել են, այս մարդը նայեց, որ ինչ է պետք սրա համար, ասենք մի հատ մոտոր է պետք, մի հատ էս է պետք, մի հատ կամերա է պետք, էս, հա, հիմա կամերանով է արտադրում Գերմանիան, մոտորով է արտադրում Անգլիան, այսպես մի հատ ցանկ է պատրաստում ու այս բաները առնում են տարբեր երկրներից պատրաստի ժամանակ եւ պատրաստից հետո իհայտ եկավ, չէ, Հայաստանն էլ բողոքեց թե ինչ եք թուրքերին այս բաները կանադական ինչ-որ ընկերություններ սկսեցին չվաճառել, հետո վերականգնվեց, այո, սկսեցին վաճառել, դա էլ քաղաքականություն է իհարկե, իրենք միայն կորպուսը սարքեցին այդ գործ բաները մասը ինչպես որ կոմպյուտերն են անում, չէ, կոմպյուտերից մասնագետը գիտի թե ինչին ինչ է պետք, բայց ինքը չի սարքում, չիպը միպը չգիտես ինչը ինքը չի սարքում, դե հավաքվում է Թուրքիայում, բայց ծրագրավորումն ծրագրավորումն են ամենայն հավանականությամբ իրանք անում, դիրան։ Այդ գուցե, բայց ծրագրավորումը այդքան մեծ գործ չէ, չէ։ Դժվարանում եմ ասեմ։ Անկամ ծրագրավորումը գարաս ուրիշին դաս։ Այսօր լիքը, ասենք, հայ ծրագրավորներ են կան, որ արտասահմանի Ամերիկայի համար են աշխատում, ռուսներ կան եւ այլն։ Այսինքն ծրագրավորելը արդեն միջազգային խնդիր է եղած։ Այս երկրի մասնագետը այն երկրի համար է աշխատում եւ այլն։ Դա մեծ գործ չէ։ Ուրեմն այդ մարդը միայն միավորեց այդ բաները եւ ստացավ այն ինչը որ ստացավ Բայրակտար, այսինքն հիմի տեխնոլոգիաները այնպես են որ դուք կարաք դրա հավաքելու ձևը որ իմանաք արդեն դուք կարաք ստեղծեք դրոն Բայրակտար օրինակ այստեղ եւ այլն մի քիչ էլ ինքներդ ինչ որ մի բան կզարգացնեք գուցե մի բան կավելացնեք ու վերջացա դու արդեն ունես Բայրակտար չէ հիմի Թուրքիան իհարկե ատոմային զենք չի կարող արտադրի։ Թուրքիան չի կարող ատոմագայան կառուցել։ Շատ երկրներ չեն կարող։ Անկամ եթե ինչ որ մասնագետներ ունենան, չեն կարող ուղղակի։ Սակայն օրինակ Հայաստանն էլ չի կարող ատոմագայան կառուցի, սակայն ատոմագայանի մասնագետներ ունի Հայաստանը։ Հայերն են այսօր այդ գործերը անում, ասենք ինչ որ լիցկավորել այս բանը։ Ռուսական կառավարման, բայց անձնակազմը հայաստանցիներ։ Այո։ Իսկ թուրքերը դա էլ չունեն։ Այսօր չունեն, կարող 30 տարի հետո արդեն զարգանա դա։ Բայց այնուամենայնիվ 30 տարի հետո էլ ատոմային զենք սարքելու մասնակից չեն ունենա իրենք։ Դա է խնդիրը։ Իսկ ատոմային զենքը Բայրակտար չէ, որ այստեղից մի հատ կամերա առնես, այստեղից մի հատ մոդուլ առնես, այստեղից հավաքես ու օգտագործես։ Դա արդեն դա չէ, դա ուրիշ բան։ Այո, Թուրքիան այսօր ինչ որ բաներ անում է եւ ավելի շատ մեծ ռոպագանդ են անում, քան ինքը գա։ Իրականում գործ։ Օրինակ բանը, հասարակ զենքեր են պատրաստում, բայց դրանք էլ իրենց զենքերը չեն վերջի վերջո պատենտը վերցնում են օրինակ գերմանացուց բաներ ու արտադրում են պատենտով Թուրքիան գերմանական պատենտով զենք է արտադրում պատենտը վերցնում է իր այդ սա գուցե նաև այդ հաստոցները գերմանացիներից վերցնում է բերում է նույն բանը անում են նաև շորերի տեքստիլի արտադրության ժամանակ Թուրքիան գարում է այդ տեքստիլը սակայն դրա բոլոր տեխնիկական բաները ասեն գարի մեքենաները հadoop բաներ մեքենաներ եւ այն բերում է Գերմանիայից Իտալիայից եւ այլն ինքը չի կարող չունի այդ արտադրում եւ եթե մի երկիր այդ հաստոցների արտադրությունը չունի այդ երկիրը զարգացած տնտեսություն ունեցող երկիր չի հուսանք որ չունի սիրելի ռադիո լսողներ սա կիսալուսնի մայրամուտն էր Տիրան Լոկմագյոզյանի հեղինակային հաղորդումը Դավիթ Խումարյանն էր այն ձեզ համար վարում մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին մոտեցավ մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք այսօր այսքանը ցտեսություն